Արդ գրակը դա նվիրյալների ամբիոն է։ Ոնց կարելի է մարդկանց հոգևոր շարժը սահմանափակել։ Երևանի պետական համալսարանի ամենահին ամբիոնը, որի պատերի ներսում տարիներ շարունակ քննարկվել են Օրվելն ու Հաքսլին, Կաֆկան ու Մարկեսը, այսօր կանգնած է լուծարման վտանգի առաջ։ Մայրբուհի արտասահմանյան ամբիոնի վարիչի պաշտոնակատար Անուշ Սեդրակյանը օրերս ահազանգեց։ Գիտական խորհուրդը դիմել է համալսարանի հոգեբարձուների խորհրդին առաջարկով լուծարել գրեթե 100 տարվա պատմություն ունեցող ամբիոնը։ Իմացել եմ այնպիսի պայմաններում, որոնք ժողովրդավարական որևէ երկրում ընդունելի չէին լինի, որտեղ դա կանոնակարգային խախտում է։ Ասել եմ, որ ես զգուշացված եմ, եղել տարբեր տիպի ներքին խոսակցությունների մակարդակով, որ ամբիոնը պետք է փակվի, ամբիոնի ժամերը քիչ են, քո քաղաքական դիրքորոշումն էլ մեղմ ասած պրոիշխանական չի, այդ երկու գործոնների համակցությունը բերում է նրան, որ ամբիոնը պետք է փակվի, որտեղ գնում է տենդենս խոշորացման։ ԵՊՀ-ի ծորվա ավարտին հայտարարեցին, որ սա համակարգային բարեփոխումների մի մասն է։ 10-ից ավելի ամբիոններ արդեն միավորվել են։ Արտասահմանյան գրականության ամբիոնն էլ փոքր է, բակալավրիատ արդեն չունի, իսկ 4 մագիստրոսները կավարտեն ծրագիրը։ Մայրբուհից ընդգծում են, անձերով չէ պայմանավորված այս փոփոխությունը, որի գործընթացը սկսվել էր դեռ 2021-22 թվականներին, բացառում են քաղաքական ենթատեքստը։ Մինչդեռ ընդդիմադիր հայացքներով հայտնի դասախոսը, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններին միասնության թևեր կուսակցության ցուցակում էր ընդգրկված, պնդում է, կուլիսային խոսակցությունները լրիվ այլ բանի մասին էին։ Լսել եք, այսպիսի բան կար, փիլիսոփայական նավեր։ Երբ որ մարդկանց դնում էին այդ Լունաչարսկին բամ, իսկ ես սա համարում եմ տիպիկ բոլշևիկյան գործիքակազմ եւ տիպիկ բոլշևիկյան հեղափոխական, չէ՞, սկսում են հեղափոխականությամբ, վերջացնում են դիկտատուրայով։ Եթե դու դիկտատուրայի մի խրամատը հանձնում ես, հանձնելու գալիս է երկրորդի ժամանակը։ Եվ այո, եթե սա ժողովրդավարական է, ես իրավունք ունեմ ունենալ իշխանական, քարոզչական եւ քաղաքական գծին հակառակ կարծիք, որը ուշադիր ես լսարանում չեմ հնչեցնում, ուսանողների հետ մասնավոր խոսակցությունների ժամանակ չեմ հնչեցնում։ Մրցութային ընթացակարգերի արդյունքում տվյալ թեկնածուն չի համապատասխանել սահմանված պաշտոնական պահանջներին։ Անուշ Սեդրակյանի մասին այսպիսի բացատրություն է տալիս Մայրբուհը։ Ուսումնական գործընթացը չխաթարելու եւ կրթական ծրագրի իրագործումը մինչեւ ուսումնական տարվա ավարտը հասցնելու նպատակով ԵՊՀ ղեկավարությունը Անուշ Սեդրակյանին նշանակել է պաշտոնակատար, հնարավորություն տալով անցումային փուլում շարունակելու աշխատանքը։ Քննարկման առարկան սակայն միայն մեկ դասախոսի ճակատագիրը չէ, այլ նաև այն ակադեմիական եւ գրական ժառանգությունը, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել է արտասահմանյան գրականության ամբիոնում։ Այստեղ դասընթացներ են կարդացել եվրոպական մշակույթի եւ լեզուների փայլուն գիտակներ, այդ թվում գրող Զապել Եսայանը։ Ամբիոնի դասախոսները տասնամյակներ շարունակ հայերեն են ներկայացրել Շեքսպիրին, Լորենսին, Բորխեսին, Բլեյքին, Հոսեյնին եւ այլ մեծերի։ Եվ Օլդոս Հաքսլին, որը գրում էր 20-ական թվականներին այդ հրաշքաշխարհը, հա, Brave New World-ը, նա ինքը 60-ական թվականներին ապշել էր ինքն իր կանխատեսումների վրա։ Երբ որ Օրուելը գրում էր Հասարին 84-ը, ում մտքով կանցներ, որ մենք կգտնվենք այդ գմբեթի տակ ապակե։ Իսկ այդ ապակե գմբեթը գիտեք որն է։ Դա այդ digital reality-ն է, որը մեզ ապակի գմբեթի պես հետապահում իրական կյանքից եւ այդ զուգահեռները բազմաթիվ են։ Ոչ թե ինչ է գրված, այլ ինչու է գրված։ Արտգրակի ամբիոնը այն քիչ տեղերից մեկն է, որտեղ ձևավորվում է մտածող հասարակությունը։ Սեդրակյանի համոզմամբ հենց այստեղ է կազմավորվում այն գիտակցությունը, որ կարող է հասարակությանը դարձնել ավելի ազատ եւ մտածող։ Եթե գրականությունը քո հետ տալիս է նեգատիվ զուգահեռ այնպես, որ բոլորը ճանաչում են, ասենք երբ որ դու խոսում ես փոքրիկ ցախեսին եւ բոլորը քեզ ճանաչում են, մի հատ մտածիր քո վերաբերմունքի մասին, որտեղ բաները ձեռագրեր, ինչպես ասում էր Բուլգակովը, չեն վայրվում, չեն այրվում։ Ձեռագրերը չեն այրվում, բայց լեզուներն ու հեղինակները տարանջատվում են։ ԵՊՀ-ից դեռ հստակ չեն ասում խոշորացման արդյունքում որ ամբիոնին կմիանա արտգրականությունը։ Ու մինչ համալսարանի ղեկավարությունը քննարկում է մոտ 1 դարյա պատմություն ունեցող ամբիոնին գուցե գերմանական, անգլիական, ֆրանսիական բանասիրության ամբիոնների միջև մաս առ մաս բաժանելու հարցը, Մայրբուհի պաշտոնական կայքը դեռ հպարտությամբ գովազդում է։ Վերջին 3 տարիների աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան գրականության կրթական ծրագրի շրջանավարտները աշխատաշուկայում ամենապահանջվածն են։